40 տարի գրեթե ամեն առավոտ Հրազդանի կիրճում մարզվելով է իր օրը սկսում Արթուր Իսպիրյանը։ Իսպիրյանների ընտանիքում երաժիշտներ չկային։ Երաժիշտ արվեստի նկատմամբ հատուկ սեր էլ չկար, թեպետ բնակվում էին կոմպոզիտորների միության շենքի հարևանությամբ։ Նույնիսկ դպրոցական տարիներից իմ սիրտը հոգին գտնում էր Չայկովսկի դպրոցում եւ իմ բոլոր ընկերները եղել են կոմպոզիտորների որդիներ, դուստերներ, այդ թվում նաև ուզում եմ նշեմ Խաչատուր Ավետիսյանի ընտանիքը, որ իմ ամենամտերիմ ընկերներն են եղել, իր տղաները, եւ ես կարծես մեծացել եմ իրանց տանը։ Երաժշտության աշխարհը Արթուրի համար մոգական էր։ Կարող էր ժամերով լսել, երազել, բայց անձամբ ստեղծագործել մտքով էլ չէր անցնում։ Երբ եկավ մասնագիտության ընտրության ժամանակը, Արթուրն առանց երկմտելու գնաց պոլիտեխնիկ։ Դա այդ տարիներին ամենամոդայիկ բուհն էր։ Քո երկիրը ծով է կապուտակ, դու կանաչ ես ու ծաղկում, ինչ շփթում են արևատակ, քո շենքերը վարձակում։ Այն ժամանակ ինչ որտեղ ծնողներն էին որոշում, թե երեխան ինչ պետք է դառնա, բժշկական ենք տալու, չէ, ստեղ։ Մի խոսքով ես հայտնվեցի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Սիրտս քեզ եմ երգում, սերն ես իմ անմար, սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար, մեր անուշ։ 80-ականների վերջին երկաթե վարագույրը ճեղքվեց, Երևանն ներթափանցեց երաժշտական ազատության շողը։ Այդ մասին վաղուց երազող արտիստները հավաքվեցին Արթուր Գրիգորյանի շուրջ ու ստեղծեցին քաղաքի առաջին ակումբը, որտեղ կարող էին կատարել իրենց նախընտրած երաժշտությունը։ Նրանց հետ էր նաև Արթուր Իսպիրյանը։ Հետո ես դառա գործարանի կոմսոմոլի քարտուղար, լրիվ ուրիշ բան, որ ես ինձ չէի տեսնում այդտեղ։ Զուգահեռ իմ սերը այնքան մեծ էր երաժշտության հանդեպ, որ ոչ մի կրթություն, ոչ մի, այսինքն ծնողական խորհուրդ, ինչ կարողացավ շեղել իմ սիրած մասնագիտությունից, երաժշտությունից։ Մեր ազատ ուրախ երկրում, ուր գարունն է միշտ բուրում, դու ծաղկել ես շողշողուն կարինե։ Երիտասարդ ինքնուց տղան մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Երաժշտական շրջանակները նրան միանգամից ընդունեցին, հրավիրեցին համատեղ հյուրախաղերի ու հարթեցին երգիչ Արթուր Իսպիրյանի երաժշտական ուղին։ Եվ խոսքերդ սրտակես կարինե, արևոտ պայծառ աղջիկ։ 90-ականներին Արթուրը հայտնվեց Միացյալ Նահանգներում։ Մի քանի ամիս անց պետք է վերադառնար, բայց Հայաստանում վիճակը վատացավ, սկսվել էին պատերազմական մութ ու ցուրտ տարիները։ Արթուրը կանգնեց բարդ որոշման առջև՝ մնալ օտար երկրում ու փորձել այնտեղից օգնել հայրենիքին, թե վերադառնալ ու լինել հարազատների կողքին։ Երբ որ արդեն պետք է հետ գայինք, այնպեսի բաներ էինք լսում մենք, որ ասում ենք ավելի լավ է ստեղ մնանք, ստեղից օգնենք կամ ընտանիքին օգնենք կամ ընկերներին օգնենք, ավելի լավ է, քան ստե հիմա մի քիչ չենք սպասում, որ այդքան երկար կձգվի, կլինի պատերազմ։ Խոսքով 8 տարի հանեցինք մեր կյանքից ու գիտեք, ամենացավալին նա է, որ մեր այն աճի ժամանակը, բուրըն երաշտական, ամենա
որ արդեն ոնց ասեմ, որ ձևավորվել էինք, արդեն պետքա մենք մերը ներկայացնենք, այդ ժամանակ համընկավ այդ ամեն ինչը եւ մենք կտրվեցինք։ Մադլենը, որ ծնվել եւ մեծացել էր Միացյալ Նահանգներում, երազում էր իր տունը հայրենիքում կառուցելու մասին։ Երկար տարիներ միևնույն երկրում ապրելով նրանք սակայն չհանդիպեցին եւ միայն հայրենիքում նրանք գտան միմյանց։ Գտան ու կազմեցին ամուր եւ ներդաշնակ ընտանիք։